Իզի երկրորդ օրն այսօր իրականում, այսօր ծովային օր է, եկել ենք բուֆետը, մենք երբ որ ծովային օր անենում գալիս ենք բուֆետ։ Երկրորդ կրուզը մենք ուղղությունը վերցրել ենք Հունաստան, Թուրքիա, Իտալի գնալ ենք էլի։ Հետո Իտալի, հա, 3 country է այս անգամ լինելու միայն։ Այսօր մենակ հանգստանալու ենք, որտեղ շատ ուժեղ հոգնել ենք։ Այդ մարդկանց բոլորին թվում է, թե մենք կրուիզում հանգստանում ենք, բայց մենք չենք հանգստանում։ Մենք մի օր առաջ, 2 օր առաջ վիզով Սարը հելանք, մի հատ ահավոր դաժան բաներ, հետո ամբողջ Պոմպեյը, Հերակլեսի քաղաքը մանեկանք, մյուս օրը ամբողջ Հռոմը ոտատակ տվեցինք, իջնել, հելնել կանգառներով եւ այլն, դուք պատկերացրեք ինչ վիճակ է։ Այսօր նոր մենք մի փոքր ուզում ենք հանգստանանք, որ վաղը նորից մասկի մեջ ենք լինելու։ Պատվերել ենք, հեսա պատվերը որ կա, ասենք ինչ։ Մեր սովորական ռեգուլար պատվերներն է, որ մյուս կրուզներում ենք անում, հենց նախորդ տեսին կրուզում, նույն պատվերներն է, նույն բուֆետն է, գրեթե նույնն է, շատ փոքր տարբերությամբ։ Արաբական նախաճաշը նկարեմ։ Just quickly. Everything same like. Դել իրանց այդ սիրիալների տեղերն է, տեսակները։ Սա տեսակ կաթերը, ինչ տարբեր տեսակ է։ Կրուզից ինչ կասես, այս նոր կրուզից։ Գրիկ Տենյակը մաքրել են, ես նկարեմ, հետո մեր շորերը կգցենք ստեղ ընդեղ և այդ էֆեկտը կանցնի։ Այս ասենյակը մեր, ես արդեն նկարել էի 3, ես ուղղակի մի հատ բալկոն է նկարեմ։ Մնացածը շատ նորություն չկա։ Վաու, այս մեր բալկոնն է, ես ալիքը ամբողջ, ես բացում եմ սենց իմ տեղաշորը, պարկում եմ ու սենց նայում եմ դուրս։ Ես իմ բալկոնն է, սիրունիկ, կոտիկ, նորմալ։ Առավոտը այսպես սկսվում է, իրիկումներ հավեսին նստում ենք, վայելում ենք հանգիստը, Կարինայի կողմից գինի ունենք, հիմա չէ, բայց հետո կբացենք, սարը գինի ունենք, շոկոլադով կբացենք, հա, հետաքրքիր ժամանակ ունենանք, 12 օր։ Թե մենք որտեղ ենք գտնվում այսօր, այս օգոստոսի 26-ն է, այսօր առավոտյան ժամը 9:50, մեր նավի դիրքը էս է, մենք էսա դուրս եկանք այս նավահանգստից, Հռոմի մոտ գտնվող նավահանգիստն է, ուղևորվում ենք դեպի այս կողմերը, ուր ենք գնալու, կտակալոն, այդ են գնալու, Քուրսադաշի, ենա մյուս Մուկոնոս, չգիտեմ ոնց է կարդացվում ճիշտը, հունական քաղաքներն են գնալու և Ստամբուլ։ Հիմա այս նավի տախտակամածը այսեն ցույց են տալիս, մարդիկ հանգիստ անցկացնում են, այս ընդհանուր քարտեզն է, այս մասն ենք մենք ման գալու այս անգամ։ Այս են հիմնական կետերն են, որ մենք գնալու ենք Իստանբուլ, Կավալա, Իստանբուլ այս մասերը։ Սաղ յուրաքանչյուր կրուիզում այս միջոցառումը լինում է, այս միջոցառման ժամանակ մարդկանց ծանոթացնում են ամեն նավահանգիստ ուր որ գնում ենք, թե ինչ է սպասվում, ինչ էքսկուրսիաներ կարելի է վերցնել, հետաքրքիր տեղեկություններ են տալիս տվյալ նավահանգստի մասին։ Ես միշտ այս միջոցառմանը մասնակցում եմ ու միշտ հետաքրքիր տեղեկություններ եմ ստանում իմ համար։ Հիմա էլ եկել ենք այս միջոցառումը նայելու, այս ընթացքում նաև հետաքրքիր խաղարկություն է լինում։ Խաղարկության ժամանակ եւ էքսկուրսիաներ եւ տուրեր են խաղարկում, ինչպես նաեւ ինտերնետի խաղարկություն է լինում։
Taking you surprise. We're off to Greece, everybody! Oh yes, indeed. So we'll be in Canakalon, Greece tomorrow at 9 a.m. with a back on board time of 5:30 p.m. Then we're going to have another fun day at sea. We'll be in Kavala, Greece, Istanbul, Turkey as well. We're also going to Kusadasi, Mykonos, Paris and Naples, Italy before arriving back in Civitavecchia. But hey, it is an amazing itinerary. These are your back on board times of Wild. Right next to the port, there are numerous seafront restaurants, cafes, souvenir shops, and often referred to as the Blue City for its close bond with in Turkey. Who's been to Ստեղ գրվեց այն նավահանգիստների անունները, որ մոտակա ժամանակ, մոտակա օրերին այցելելու ենք, եւ ամենահետաքրքիրը, որ ես այս խաղարկության ժամանակ ինտերնետ շահեցի, ինտերնետը բավականին թանկ է նավում, մոտավորապես 250-300 դոլար է, մանավանդ 14 օրվան մինիմում $350 ինտերնետ է, արագ ինտերնետ է շահ է, շատ պատահական առաջի անգամ ես այսպիսի խոշոր շահում ունեցա նավի մեջ, հեսա ցույց կտամ կտեսնեք. Tickets per tour, and some of them are already sold, so if you do want to take part, we recommend you book nice and early to ensure that you can join us for that. Now, Ստեղ էլ սովորացնում են մարդկանց պարեր, հիմնականում այն ուղղությամբ ին երկիրը որ գնում ես, այդ երկրի պարերն են սովորացնում, այս երկերը զբաղացնում են առաջի օրն է, բայց հետագայում այս հատուկ հունական պարերի դասընթացներ կային, որտեղ մարդիկ մասնակցում էին ու սովորում էին հունական պարեր պարել. Հետաքրքիր կլներ իհարկե երաժշտության տակ դնելը, բայց երաժշտությունը YouTube-ը չի թողնի, դրա համար ստիպված եմ այսենց առանց երաժշտության դնելու։ Մասնակցում են բոլորը տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդիկ, առանց կոմպլեքսների, յուրաքանչյուր օր տարբեր պարեր են սովորացնում։ Հաջորդ օրերին ես նկարել եմ, թե ինչպես են սովորեցնում հունական սերտակի պարելը, այնպես որ հաջորդ վիդեոներում վստահ եմ կհանդիպի նաև այդ պահը, թե ինչպես ենք պարում բոլորս սերտակի միասին։ Իմ խմիչքը մոկա չոկոլադ վերջապես վերցրեցի, անցյալ անգամ վակրոզում հարցնում էի վերջում չունեին ապրել։ Հիմա նա հարցրեցի կար, ես շատ եմ սիրում ես, հիմա տեսնեք ոնց եմ պատրաստել։ Պատկերացնում եք իմ ուրախությունը, ես ինտերնետ եմ շահել, նավի վրա, խաղարկություն էր, որի ժամանակ կարող էիր էքսկուրսիա շահել, կարող էիր ինտերնետ շահել ու միշտ ես ամեն նավի վրա ես այդ ամեն ինչին մասնակցում եմ, բայց ինչպես չեմ շահել։ Իսկ այսօր առաջի անգամ ինտերնետ շահել ու բավականին թանկ, արժեքը հասցրեցինք 12 օրվա, ասեցինք մոտավորապես $300-350 է։ 380, oh my god։ Այս էլ իմ մոկա չոկոլադը, ինտերնետից շահելու պատվի։ Սրանով ուզում եմ ավելի հեշտ կխմեմ։ Ասեցին, որ ստեղից շատ լավ երևալու է Հունաստանի հրաբխային մեզ հայտնի սարը։ Հիմա տեսնում եք նավի մեջ մարդիկ եկել են նկարում են, մի քիչ արևը անհաջող անկած, այսինքն արևը դիմացից է, լավ չի, այդ սարը դուք տեսնում եք էսը։ Իտալիայի ամենահայտնի հրաբխային սարի կողքով ենք անցնելու, անունը Ստրոմբոլի սար է, Ստրոմբոլի հրաբուխ է։ Նախորոք մեր նավապետը զգուշացրել էր, որ անցնելու ենք մոտով ու բոլոր մարդիկ մեծ հետաքրքրությամբ սենց դուրս են եկել այդ հրաբխային լեռանը նայելու։ Ես հետո կպատմեմ նաև մի փոքր տեղեկություն կտամ այս լեռան մասին, այս սարի ու այս հրաբուխի մասին։ Ստրոմբոլի անվանումը ծագել է հունական բառերից։ Այս բառը նշանակում է կլոր։ Հրաբուխը հեռվից կլոր եւ կոնաձև տեսք ունի եւ դրա համար էլ այդ անունը տվել են այս հրաբխային սարին։ Այրիկը հայտնի երևեց սարի մասին։ Hello, Liverpool guests. Good morning. Captain Coffee speaking. The time is now 42 minutes past 11, and I wish to provide you with some information about our stay. Ստրոմբոլի հրաբուխը ժայթքում եւ լցվում է միջերկրական ծովը։ Լեռան անունը Ստրոմբոլ է, գործող հրաբուխ է,
բարձրությունը ծովի մակերևույթից 926 մետր է, բայց ծովի հատակից 2700 մետր։ Այս ինչ որ երևում է ծովից վերև, դա շատ իրաքիչ մասն է կազմում։ Հիմնականում մեծ լեռը թաքնված է, ծովի հատակում է գտնվում։ Մեկը այս կողմ է ընդհանուր հարկից, որովհետև պարզվում է, որ մեր բալկոնից էլ է երևում։ Հեկա, ասի մի քիչ մեր բալկոնը վայել եմ, վերջը բալկոն ունենք, միշտ չէ, որ բալկոնով սենյակ եմ ես վերջնում։ Ասեմ, աշխատում եմ պատուհանով գոնե վերջնեմ, մինիմում, բայց բալկոնով ունեցել ենք, շատ ենք ունեցել, բայց ոչ միշտ։ Այս սարը, իսկ հիմա կողքով կանցնենք, քանի գնա ավելի պարզ կերևա։ Հիմա այս օրանժ ինձ խանգարում է լավ նկարելուն, բայց մի քիչ որ մոտենանք ավելի լավ կնկարեմ։ Ստրոմբոլի հրաբուխը երկրի ամենաակտիվ հրաբուխներից է։ Այստեղ բնակվող մոտ 500 մարդ կա, 2 գյուղեր կան, որտեղ այս մարդիկ ապրում են։ Հրաբուխի պայթյունները անընդհատ են, 10 կամ 20 րոպե ընդմիջումներով։ Լավայի ժայթքումը կարող է վտանգավոր լինել մոտակա գյուղերի համար եւ մարդկանց համար, բայց մեծամասամբ այդ լավան, որ ժայթքում է, թափվում է միջերկրական ծովը։ Այս ժայթքումները հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ եւ շատ զբոսաշրջիկներ գալիս են այս սարը նայելու։ Եվ այստեղի մարդիկ զբաղվում են ձկնորսությամբ եւ նաեւ տուրիզմով։ Զբոսաշրջիկներին տանում են դեպի այս սարը։ Պայթյունները տեղի են ունեցել 2002, 2003, 2007, 13, 14, 19 թվականներին։ Գիտնականները հատուկ գործիքներով չափում են հրաբուխից եկող գազերը եւ փորձում են նախորոք հասկանալ, թե երբ կարող է լինել հաջորդ ժայթքումը։ Գիտնականները կանխատեսումներ են անում, բայց սարը 2019 թվականի օգոստոսի 28-ին օրինակ ժայթքել է եւ բավականին մեծ վնասներ է պատճառել։ Նույնիսկ տուրիստներ են եղել, որ վնասվել են։ Ժուլ Վերնը նույնիսկ իր գիտաֆանտաստիկ գրքերում «Ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն» վեպում նկարագրել է, ինչպես հերոսները դուրս են եկել երկրի տակից Ստրոմբոլի խառնարանի միջոցով։ Հիմա մենք կողքով անցնում ենք ու նայեք ինչքան պարզ երևում է կողքի գյուղերը։ Ես մի փոքր մոտեցրեցի, նայեք գյուղերը նույնիսկ երևում են, տնակներն են երևում, գյուղի տները։ Մանավանդ հեռադիտակով որ նայում էինք, ոնց որ ափիտ մեջ լիներ այս գյուղը։ Այ մենակ այս սարը նայելու համար արժեր բալկոն ունենալ։ Ճիշտ է, դրսից էլ ես հանգիստ կնայի։ Հանդիպ չունեմ, երկրորդ, երրորդ հարկերում ավելի մոտիկից կարելի է նայել, ամբողջ շրջակայքը նավի բաց է։ Վերևի հարկից կարելի է նայել էլի ամբողջ բաց է, բայց միևնույնն է, բալկոնից երբ որ նստած ես լինում, ավելի հանգիստ, ավելի ազատ նկարում ես։ Այս սարը, արեմ ձեռքերում։ Ինչքան միա մազերից բլբլ բացավ այդ ոչինչ։ Գյուղն էլ է երևում երևի, հեսա։ Շատ լավ երևում է։ Այս այդ սարն է, մի քիչ ես շատ մոտիկացնում եմ, սարը չի երևալու, բայց դրա փոխարեն հեսա գյուղերը ստակ երևալու է հեշային։ Սարը, որը մի օր կատաղի, Պոմպեի օրը կգծե այս գյուղը։ Ոնց են սենց ապրում, շևրացնանք։ Նա մեծ տարի մասին մանրամասն կարդալ եմ։ Նավի դիրքը մի քիչ փոխվեց, լույսը ավելի լավ է երևում։ Նավ չէ, քարերը տեսնում ես այդ հրավները։ Նրիվ լավայա, չէ։ Լավայի սև քարի տեսակն է ինձ նայտը։
Այստեղ նայեք, ես մոտեցրել եմ այս նկարը, սարի վրայի, այդ սարի փեշերին գտնվող այս գյուղն են։ Այս մյուս նկարներն էլ ինտերնետից եմ հիմնականում վերցրել, այն ժամանակ, երբ որ այս սարը գրված վիճակում է, այսինքն հրաբխի ժայթքման process-ում է, իսկ սա բավականին հաճախ կատարվող երևույթ է այստեղ, մարդիկ սովորել են, մոտ 500 հոգի ապրում է, երկու գյուղ կա, ու իրանք մշտական ասում են ռումբի վրա ենք ապրում, սովոր են իրանք այս կյանքի, այս ամեն ինչը իրենց կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում, երևի որ ասեն գնացեք ավելի հանգիստ տեղ, չգնան իրանք, սովորել են այստեղ ապրելուն։ Իմ սենյակն է, մի ամիս, գժական, նավի իմ սենյակն է, բալկոնը, ասենց սիրուն հավաքած, տեղը տեղին, ասը լավ կյանոսն է։ Այս թմա մենք միջեր գրական ծովում ենք հիմա։ Լանչն եմ նկարում ես ձեզ։ Ծովային օրա, արագ լանչի նկարեմ, սուպիկներ են, ըսի չինական ուտելիքների սեքշնն է, որ միշտ իրանք ուտելիքները կան։ Տեբրոդներ են, ամերիկյան, նու կարող ես պատրաստել տալ նաև կողոզատով։ Հատքների տեղերն են, լանչի։ Կարակն է, միշտ դրակը, հացն է, դրակը, սուպեր կա, սուպիկների տեղն է, որ սուպի կա, ձուկ կա, ֆիշա, beef, broccoli, քույ, Երսիկների և այլը տեղն են, դեպի սալատ։ Այս էլ սովուսները։ Italian tomatoes. Yeah, it's different than. Այսօրվա այն վիդեոն երևի հետաքրքիր կլինի աշխարհագրություն սիրողների համար։ Փաստորեն հիմա էլ մենք անցնելու ենք Սիցիլիայի և Իտալիայի միջև փոքր նեղուցկա, տարածքա, այդ տարածքի միջով ենք անցնում ու մարդիկ բոլորը դուրս են եկել այդ նայելու, ես հիմա քարտեզը կտեղադրեմ, որպեսզի ավելի պարզ հասկանալի լինի իմ ասածը։ Իտալիայի ներքևի մասերն են, այն կողմներ, հա, այն կողմներ, Սիցիլիան է լինելու, տեսնել եք Սիցիլիան։ Իմ գերեզիկ տեսքը փոքր որ ես նահագին պրսենտեջ կնեմ Ես գնում եմ դեպի արմատները, էդ է հոր գիտություն է, սուտ չի, կարամ ծույց տամ, ես վստահում եմ, ուրեմն ինչ-որ մի գենետիկա կա, հիմա գտնվում ենք Իտալիայի ու Սիցիլիայի մեջտեղում, երկուսի սենց մեջտեղով անցնելու ենք, Դև մենք երկու բանի միջով ենք անցնում հիմա, Իտալիայի և Սիցիլիայի։ Հենց փոքր տեղա, քարտեզի վրա ես նշեցի հիմա, որտեղ ենք, մապը, Google մապը ցույց տվեց։ Հիմա երկուսի մեջ տեղով անցնում ենք։ Ստեղ ջրի աղմուկ ահավոր էր, ես ստիպված եմ խոսելու, փաստորեն հիմա հենց մեր նավը գտնվում է այդ երկու Սիցիլիայի և Իտալիայի միջև, այս էլ քարտեզը, ավելի պարզորոշ կհասկանաք երևի կտեսնեք։ Եկել ենք թեյի խմելու ժամանակն է, շատ հետաքրքիր է մասով անցանք, Սիցիլիայի և Իտալիայի ներքևի մասը, հետո քարտեզը կդնեմ կպատկերացնեք, հիմա եկանք մի քիչ թեյ խմենք, Հա, մեկ էլ մի բան է հետաքրքիր ասեմ այս կրուիզից, ուրեմն յուրաքանչյուր տեղը որ գնում ենք, այնտեղի նաև բացի ամերիկյան ուտելիքներից, նաև տեղական ուտելիքներ են իրանք բերում։ Ու ես նկատեցի, որ այստեղի եւ պոմիդորը եւ միշկը տարբեր են։ Աստորեն իտալական, թուրքական, հունական ուտելիք բանջարեղեններ են իրանք բերում։
սենց թեյեր են բաժանում, տարբեր տեսակի, ընտրում ես, որ թեյն ես ուզում, մեկ էլ ես այդ կրծածը հանի էլի, ուտե որ չդնես չի լինի։ Ու սենց փոքր բաներ են հետաքրքիր, ամենտեղ տարբեր բաներ են դնում։ Ավելի հետաքրքիր բաներ ենք տեսել, ելակներով, մելակներով, ցիցիզեկլերներ, մեկլերներ։ Այս նավինը էսա։ Էլեգանտ որտեղից է գալիս են կողմից որ եմ նկարել։ Այսօր էլեգանտ դիներ է։ Ուրեմն պետք է էլեգանտ լինենք, սենց բաներով, հայլուն, հետաքրքիր։ Սեղանի վրա տենց բաներ են դնում։ Իմ վիդեոներում կա, բոլորում կա։ Այսա կպատվիրենք։ Հիշի նկարեմ նոր ուտենք էլի, միշտ ուտում ենք, էլ նկարելս չի գալիս բարձա։ Դեմ պատվիր, ես բաց սիրում եմ, բաց, ոչխար, դրանք այն բաներն են, որ ես տունը շատ չեմ պատրաստում։ Անես որ կոմն էլ է շատ համով, անցյալ անգամ կերել ես իհարկե շատ համով, այս անգամ մենք երկու Այսօրվա արևամուտքը մեր բալկոնից այս կողմից հայրևում, ճիշտ ասած, օքեյ, բայց շատ սիրուն հայրևում է, հելը նայեք։ Յարկե կարող եմ դրսից էլ նկարեմ։ Կրուիզներում եւ արևածագը եւ արևամուտքը մի հատ հրաշք տեսարան է։ Իհարկե, եթե ամպերը չեն փակում, չեն խանգարում, այսօր օրինակ շատ հրաշալի է, արևը սենց իր ամբողջ գեղեցկությամբ երևում է, արևամուտքն եմ նկարում, արևածագը միշտ չէ որ կարողանում եմ նկարել, այդքան շատ վաղ չեմ կարողանում զարթնել, հոգնած ենք լինում, սովորաբար ուշ ենք քնում, դժվար եմ արթնանում, բայց արևամուտքը հրաշք է այսօրվա։ Վայելենք, որովհետև միշտ չէ որ այսպես լավ վերևում է արևամուտքը, երբեմն անպամած է լինում, ամպերը փակում են, իսկ այսօր իրոք հրաշալի արևամուտք էր։